Բարևներ բոլորին, բարևներ իմ սիրելի հետևորդներին, սիրելիներս, այսօր միասին պատրաստելու ենք վարդի թերթիկներով մուրաբա։ Ինչ է անհրաժեշտ վարդի թերթիկներով մուրաբա պատրաստելու համար։ Ամեն 100 գրամ վարդի թերթիկներին անհրաժեշտ է 1 կգ շաքարավազ, 800 մլ ջուր և մի պտղունց լիմոնի աղ։ Ինչպես պետք է պատրաստենք վարդի թերթիկներով մուրաբան։ Սիրելիներս, վարդի թերթիկներով մուրաբան նման չէ բոլոր մուրաբաներին։ Ինչպես ենք պատրաստելու։ 800 մլ ջուրը լցնում ենք թասի մեջ, ինչի մեջ որ պետք է եփենք վարդի թերթիկները։ Ավելացնում ենք 1 կգ շաքարավազը և մի պտղունց լիմոնի աղը և դնում ենք գազին, սիրելիներս։ Նայեք, արդեն իմ մոտ 10 րոպե եռում է օշարակը, պատրաստում ենք օշարակ, 10-ից 15 րոպե պետք է եռացնենք օշարակը, ջուրը, շաքարավազը և լիմոնի աղը։ Իսկ մի փոքր ուշ միասին կլցնենք վարդի թերթիկները մեր օշարակի վրա, սիրելիներս, և ձեզ ցույց կտամ ընթացքը ինչպես է պատրաստվում իմ մուրաբան վարդի թերթիկներից։ Սիրելիներս, արդեն 15 րոպեի մոտ անցել է և պետք է օշարակի վրա արդեն ավելացնենք վարդի թերթիկները, սիրելիս, և դա կանենք միասին։ Նայեք, ինչ գեղեցիկ վարդի թերթիկներ են։ 2 անգամ եմ հավաքել վարդի թերթիկները, դրսում վարդի քոլեր ունենք։ Չէի կարող սպասել երկար, որովհետև մեզ պետք են թարմը թերթիկներ, սիրելիներս։ Հոտը հրաշք հոտ ունի, սիրելիներս, բոլորս էլ գիտենք վարդի մուրաբայի թերթիկները ինչ հրաշք հոտ ունեն։ Եվ այսպես սկսենք եփել, սիրելիներս, նորից եմ ասում, 100 գրամ վարդի թերթիկների համար մեզ անհրաժեշտ են 1 կգ շաքարավազ, 1 պտղունց լիմոնի աղ և 800 մլ ջուր։ Նախորոք օշարակը եռացնում ենք 15 րոպե և սկսում ենք եփել։ Եփելու ենք միանգամից, սիրելիներս։ Մյուս մուրաբաների նման չենք եռացնելու, հետո թողենք, երբ որ անդադ եռացնենք, թողենք, նա շաքարակալի։ Եվ ընթացքը ձեզ ցույց կտամ, սիրելիներս։ Հուսով եմ պետք է շատ լավ ստացվի։ Կմիանանք մի փոքր ուշ։ Սիրելիներս, նայեք, արդեն 35 րոպեից ավելի եռում է իմ մուրաբան։ Նայեք, ինչ հրաշք տեսք ունի գույնը։ Միացոքի գույնը զգացեք, ինչ հրաշք է։ Իսկ հոտի մասին խոսքերն ավելորդ են։ Քանի որ արդեն եռում է, արդեն շուտով պատրաստ կլինի, ժողովուրդ ջան, մեզ պետք է անպայման նորից մի փոքր լիմոնի աղ լցնել, որպեսզի չշաքարակալի։ Այսքան լիմոնի աղ կլցնենք նորից, սիրելիներս, մի փոքր էլ եմ ուզում ավելացնեմ, որովհետև վարդի մուրաբան ինքը շաքարակալելու, որ ասում է, խասյաթ ունի, ժողովուրդ ջան։ Մի քիչ էլ լիմոնի աղով կեռացնենք։ Հələ մի հատ նայեք գույնը, ժողովուրդ։ Հրաշք։ Ինձ թվում է երևի մի 20-25 րոպե եփելուց հետո արդեն պետք է ափսեի մեջ փորձել սոկը, տեսնենք պատրաստ է թե չէ, ոնց որ բոլոր մուրաբաներն ենք փորձում, ժողովուրդ ջան։ Նայեք։ Թերթիկները նայեք, ինչ գեղեցիկ տեսքը պահպանվել է թերթիկների, սիրելիներս։ Գույնը նայեք։ Եվ այսպես, սիրելիներս, մի փոքր ուշ նորից կմիանանք ձեզ։ Սիրելիներս, արդեն անջատել եմ մուրաբաս, նայեք ինչ հրաշք տեսք ունի,
Ոյ, բա գույնի մասին խոսքերն ավելորդ են, գույնը, հոտը, ասեմ ձեզ սիրելիներս, պատրաստում էի առաջին անգամ, միշտ իմ մուրաբաները պատրաստել է մայրիկս, անցած տարի էլ է պատրաստել մայրիկս, այս տարի փորձեցի ես ինքս պատրաստեմ։ Ասեմ ձեզ, ինչքան ժամանակ մեզ հատկացվեց վարդի թերթիկներով մուրաբան պատրաստելու համար, 15 րոպե եռացրել եմ օշարակը, 15 րոպե հետո վարդի թերթիկները ավելացնելով օշարակի մեջ, սիրելիներս 50-55 րոպե ինձ հերիքեց, որպեսզի ես պատրաստեմ իմ վարդի մուրաբան։ Եվ հիմա ձեզ ափսեի մեջ ցույց կտամ, թե ինչ տեսք ունի մուրաբայի սոկը, սիրելիներս։ Նայեք, լցրել եմ ափսեի մեջ, ինձ թվում է բոլորս էլ այսպես են փորձում մուրաբայի սոկը, հուսով եմ չի շաքարակալի, առաջի անգամ եմ պատրաստել և ձեզ ձմռանը ցույց կտամ, թե ինչ տեսք ունի բանկայի մեջ իմ մուրաբան։ Լցնելու եմ փոքր տարաների մեջ, տարաներս արդեն պատրաստ են և կտեղադրեմ սառնարանի մեջ, սիրելիներս։ Եվ այսքանով վերջացնեմ իմ այսօրվա վիդեոն, խնդրում եմ գրեք կոմենտարիաներում, արդյոք հավանեցիք մուրաբաս և արդյոք օգտակար էր այսօրվա վիդեոն բոլորիդ համար, սիրելիներս։ Մի մոռացեք բաժանորդագրվել, լայքել, որ ինձ համար շատ կարևոր է։ Բոլորիդ բարի և հաճելի օր եմ մաղթում, սիրելիներս։